եւ մենք կարող ենք ասել այս բանը չէ այս դրական գործընթացը լեգիտիմ չէ։ Ես ուզում եմ նաեւ Վահագն Հովակիմյանին դիմել Նիկոլի հետ նման զեղծարարություններով, նման ֆոկուսնիկությունով մի զբաղվի, որովհետեւ եթե իշխանությունը փոխվավ այդ նոր իշխանության ժամանակ ես նստելու նման գործողությունների համար, եթե դիմես նման բաների, եթե չէ ժողովրդական ճնշումը ցասում է, եթե շատ հզոր եղավ, Նիկոլ Փաշինյանը քեզ զոհելու է, ինքն է նստեցնելու քեզ։ Չարժի հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության գնալ նման զեղծարարությունների, ազդել ժողովրդի իրական կամարտահայտության վրա։ Իսկ հաջորդական միջազգային առաքելությունների զեկույցների հետ կապված ինչ կարող եք ասել, որովհետև օրինակ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, որ տեսեք թե իրենք ինչպես են, հա, այստեղ ընթացող ընտրությունները գնահատել, ընդունել։ Ես Ալեն Սիմոնյանին լուրջ չեմ համարում, Ալեն Սիմոնյանը մի քանի տարի առաջ աղդամնել էր իր հայրենիքը համարում, հետո ասենք հիմա աղդամում հայրենիքն է, կարող է իրոք իր հայրենիքն է, ես չգիտեմ։ Իսկ այդ որ շնորհավորում են իրար։ Իսկ այդ շնորհավորելը, ասենք այդքան ժամանակ աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո էլ պետքա շնորհավորեն։ Հիմա ուրախանում եմ, որ Պակիստանի վարչապետը Պակիստանային երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, ճանաչում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դե թող հայ ժողովուրդը մտածի դա ինչի մասին է խոսում, առաջի հերթին։ Երկրորդ հերթին արևմտյան պետությունները պետքա ենթադրեինք, որ ինչ էլ լինի պետքա ճանաչեն, որովհետև իրենց փայփայածն է, իրենց պատվերը կատարողն է։ Ռուսաստանը օրինակ մինչև հիմա չի ճանաչել, ես չգիտեմ դրանից հետո ինչ կանի։ Հայտարարել էին, որ չեն ընդունել ու հնարավոր է արդյունք։ Դե ասում էին, որ չեն ընդունել, բայց սպասենք, էլի պաշտոնական արդյունքները հրապարակվեն, հետո կտեսնենք։ Բացի այդ, մենք այլ երկրներից ակնկալում ենք մի բան, որը, ասենք, տեղի քաղաքական ուժերը պետք է անեն։ Նախ քաղաքական մեծ ակտորները պետք է գնահատեն ընտրությունները, պաշտոնական գնահատական տան, հետո էլ մյուս երկրներից ակնկալենք իրենք ճանաչում են, չեն ճանաչում, ինչ են անում, ինչ չեն անում։ Ասեք։ Դուք անծանոթ եք Նիկոլ Փաշինյանին։ Չէ, ես լավ ծանոթ եմ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու ընդդիմությունը չուներ պլան B, որովհետև ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պլանները ունի, ընդդիմությունը արձագանքողի դերում է։ Ինչու օրինակ հենց գիշերը, երբ որ արդեն ակնհայտ էր, որ իշխանությունը ուզուրպացվում է, այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ընդդիմադիրները չեկան։ Հարգելի Անի, այդ հարցը շատերին է տանջում, շատերն են ինձ այդ հարցը տալիս, ես նույնիսկ ես եմ այդ հարցը տալիս։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը այն ազնվորություններից է, որը որևէ կերպ իշխանություն չի տա, այսինքն ինքը ԿՊ-ն առաջնորդվում է մահ կամ իշխանություն սկզբունքով։ Ես նկատի ունեմ, սպասում եք ինքը մի բան անի։ Ես չեմ սպասում, ես Նիկոլ Փաշինյանից որևէ ակնկալիք չունեմ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այդ հարցը պետք է տալ հիմնական քաղաքական ուժերին, թե ինչու իրենք, ասենք, փողոց չեն գեներացնում ընտրություններին, հստակ ես պաշտոնական գնահատականի մասին եմ խոսում, էլի, գնահատական պետք է տան, որից հետո արդեն դրանից բխող գործողություններ պետք է լինեն։ Թե մինչև հիմա ինչի ենք սպասում, ես չգիտեմ, միգուցե ունեն պլան B, լավ պլանավորել են գործողություններ, սպասում են պաշտոնական արդյունքների ամփոփմանը, ես չեմ կարող ասել։ Ես իմ մասով կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով իշխանություն չի տա այդ մարդը։ Սահմանադրական դատարանի հետ կապված, նաև ուժերը խոսում են սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Մենք գիտենք, թե որ թվականից դիմում են եւ ինչ է ստացվում։ Նիկոլի գրպանային կառույցներին դիմելը դա անիմաստ զբաղմունք քաղաքի ժողովրդին զբաղացնելը, ես այդպես եմ համարում, միգուցե սխալվում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որ ընտրություններից հետո այդ բրիֆինգ էր տալիս, ինչ էր անում, հելավ հայտարարեց, որ դատական համակարգը կոռումպացված է։ Այն դատական համակարգը, որ 8 տարի ինքն էր սարքել այդ դատական համակարգը, ճիշտ եմ։ Ինքն էր խոսում բարեփոխումների մասին, ինքն էր SMS-ով ԲՏԽ նախագահ ազատում նշանակում, ինքն էր շրջափակում, ինքն էր դատավորին վնգստացող համարում, ինքն էր ասում Հայաստանում չկա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Հիմա այդ մարդը ընդդիմադիրի դիրքերից երեք կանգնել ասում է դատական համակարգը կոռումպացված է։ Եթե կոռումպացված է, ապա թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն դու ես այդ համակարգի։ Հիմա նույն բանը սահմանադրական դատարանի հետ կապված։ Ինչ անելու սահմանադրական դատարանը։ Լղոզված, կարող են չոր մի հատ լղոզված
հայտարարություն վճիռ կայացնի, ասի դե ելա կցրվեք տներով։ Երկրորդ փուլը բացառում եք, հնարավոր է երկրորդ փուլ լինի։ Իրավական առումով, չգիտեմ։ Աղաղակող խախտումները։ Դա երկրորդ փուլ չի, դա կոչվում է արդեն նոր ընտրությունների նշանակում, երկրորդ փուլ կլիներ այն դեպքում, եթե վարչապետ չկարողանային ընտրել։ Եթե հիմա կարողացել են կարողանան վարչապետ ընտրել, դա երկրորդ փուլ չի։ Եթե ժողովուրդը ազդի եւ այս խայտարակ ընտրությունների արդյունքները չեղարկեն նոր ընտրություններ նշանակեն, դա կլինի երկրորդ փուլ։ Ներողություն, եթե նոր ընտրություններ նշանակվեն եւ լինի, ինչ երաշխի կա, որ այս անգամ արդար ու թափանցիկ է լինի։ Ես կարծում եմ, որ շատ լուրջ հետևություններ կարվեն։ Ես կարծում եմ, որ եթե նոր ընտրություն, որին ես չեմ հավատում, այս պահի դրությամբ հետընտրական ոչ մի զարգացում չի լինելու, այս քննություն։ Դա իր իղձերն ու մաղձն է ինքը արտահայտում, որ հետընտրական զարգացում չի լինելու, բայց եթե ժողովրդից հասումը բավարար լինի, գեներացիան բավարար լինի, կարծում եմ փողոց կգեներանա, որովհետև ես քայլում եմ փողոց, դուք էլ նկատած կլինեք, որ քաղաքացիները մոտենում են, հարցնում են, թե ինչի չեն բողոքում այս ընտրությունների արդյունքների դեմ, եւ ի տարբերություն 21 թվականի հետընտրական շրջանի, հիմա շատերի մոտ խաբվածության զգացողություն կա։ Շատերը չեն հավատում այս ընտրությունների արդյունքներին։ Դրա համար, ասենք, նոր ընտրությունների դեպքում աշխատելու է բոլորովին նոր տրամաբանություն, եթե լինեն նման ընտրություններ, դա հզոր փողոցն է, դա ընդդիմության միասնական դեմքով հանդես գալն է եւ մի շարք խնդիրներ, որոնց հետ կապված քննադատում էին ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժին։ Հիշում եք, որ կենտրոնական պետական հանձնաժողովը այսպես ձախողած միանացություն։ Դե Նիկոլի կադրերը ինչ պետք է անեն։ Ես զարմանում եմ, որ դուք ակնկալում եք, որ ասեք Նիկոլ Փաշինյանի նշանակած Հովակիմյան Վահագը պետք է ասենք սիրուն նկարչություն աներ, պրոֆեսիոնալ։ Սրանք նույնիսկ չեն կարող նկարչություն անեն։ Որ մասով։ Ժամանակներում եղել է բոլոր ուժերը վերահաշվարկներ իրականացնել են, հետո երբեմն նաև հակառակ պատկերն է ստացվել, ինչպես այս պարագայում։ Դե ես ասեմ, ակնկալիք չունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Հովակիմյան Վահագից իրավիճակը կփոխվի, Հովակիմյան Վահագը խելքի կգա այն դեպքում, եթե տեսնի, որ ժողովրդից հասումը փողոցում շատ կրիտիկական աստիճանի է հասել։ Հասարակությունը ճնշեց, Նիկոլ Փաշինյանը հետ քայլ կանի, չճնշեց, ոչ մի բան էլ չի անի արխային։